Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր կլուծենք էջ 67 առաջադրանք 535-ի A։ Գնացքը առաջին օրով անցավ 574 կիլոմետր, երկրորդ օրը 56 կիլոմետրով ավելի, քան առաջին օրը, երրորդ օրն անցավ 74 կիլոմետրով պակաս, քան երկրորդ օրը, որքան ճանապարհ անցավ գնացքը 3 օրում։ Հիմա կբացատրեմ, թե ինչպես եմ լուծել խնդիրը։ Առաջին տարբերակով 574-ին գումարում ենք 556, հավասար է երկրորդ օրվա պատասխան 630 կիլոմետր։ Այսինքն ստացանք երկրորդ օրը 630 կիլոմետր։ Երկրորդ տարբերակով 630-ից հանած 74 հավասար է երրորդ օրվա անցած ճանապարհը 556 կիլոմետր։ Ստացել եմ, որ երրորդ օրը անցել է 556 կիլոմետր։ Որպեսզի իմանաք, որքան է անցել, որքան ճանապարհ անցավ գնացքը 3 օրում։ Իրար գումարել եմ, ստացել եմ 1760 կիլոմետր։ 630-ը գումարել եմ 556 և 574, հավասար է 1760 կիլոմետր։ Այսինքն 3 օրում անցավ 1760 կիլոմետր, պատասխան կետբուտ 1760 կիլոմետր։ Հիմա գրում ենք վարժությունը, էջ 68 առաջադրանք 530-ի A-ը գրեցինք, վարժ, հիմա գրում ենք 256,785 85 հանած 400 բաժանած 100 փակագից 100 բաժանած 50 փակագից հավասար է։ Այսի գործողությունների կատարման կարգը առաջին, երրորդ, երկրորդ, առաջին հարցով, առաջին հարց, երկրորդ հարց, երրորդ հարց, առաջին տարբերակով 100-ը բաժանում ենք 50-ի, 100-ը բաժանած 50 հավասար է 2, 400-ը բաժանած 2-ի հանում է 200, 256,785 հանած 200 հավասար է 256,585 256,585 Էսի աներ։ Հիմա ունենք շարունակությունը 25 բաժանած 4 փակագիծ 400 բաժանած 80 անգամ 300 գրեցինք 5 բաժանած փակագիծ 400 բաժանած 80 փակագիծ անգամ 300 հավասար է։ Հիմա գրում ենք գործողությունների կատարման կարգ։ Առաջին հարց, երկրորդ հարց, երրորդ տարբերակ, առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ, երրորդ տարբերակ, առաջին տարբերակով 400-ը բաժանում ենք 80-ի, 400 բաժանած 80-ի, հավասար է 40-ը բաժանած 8-ի հավասար է 5, 400-ը բաժանած 80-ի հավասար է 5, երկրորդ հարցով 25-ը բաժանում ենք 5-ի, 25-ը բաժանում ենք 5-ի, հավասար է 5, երրորդ հարցով 5 անգամ 300, 5 անգամ 300, հավասար է 1500, 1500, պատասխանը 1500 էր, 1500, անում ենք հիմա սրա B տարբերակը, հիմա գրում ենք էսի,
318,000 462 հանած 800 փակագից 400 բաժանած 50-ի 800 բաժանած փակագից 400 բաժանած 50 հավասար է առաջին հարց, առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ, երրորդ տարբերակ, առաջին տարբերակով 400-ը բաժանում ենք 50-ի, բաժանած 50, հավասար է 8, երկրորդ հարցով 800-ը բաժանում ենք 8-ի, 800 բաժանած 8, հավասար է 100, չէ, այդ երրորդ հարցով 318,462-ից հիմա առաջին տարբերակով 400-ը բաժանում ենք 50-ի, հավասար է 8, 800-ը բաժանում ենք 8-ի, հավասար է 100, 318,462-ը հանում ենք 100-ից, ստանում ենք 318,362, պատասխանը 318,362, հիմա ունենք տարբերակի մյուսը, հիմա 320 բաժանած փակագից 400 բաժանած 50 400 բաժանած 50 փակագից անգամ 60 հավասար է առաջին հարց, երկրորդ հարց, երրորդ հարց, առաջին տարբերակ, երկրորդ հարց, երրորդ տարբերակ, առաջին տարբերակով 400-ը բաժանում ենք 50-ի, 400 բաժանած 50, հավասար է 8, 320 բաժանած 8, հավասար է 40, 40 անգամ 60 հավասար է 2400, չէ, 2400, պատասխանը 2400 ասրա, 2400, մյուսը, գրեցինք հիմա է սա, մյուսն էլ է սա կանենք, մյուսը խնդիր է էլի, խնդիր 37, հիմա գրում ենք խնդիր 537, Հայկը վճարելով 1000 դրամ գնեց հյութ, կոնֆետ և բլիթ, հյութի համար վճարեց 350 դրամ, իսկ բլիթի համար 5 անգամ պակաս, որքան նա վճարեց կոնֆետների համար, վճարեց գիծ 1000 դրամ, հյութ գիծ 350 դրամ, բլիթ գիծ 5 անգամ պակաս, կոնֆետ գիծ հարցական դրամ, առաջին տարբերակով 350-ը բաժանում ենք 5-ի, ստանում ենք բլիթի արժեքը, դե գրեցինք 350 բաժանած 5-ի հավասար է 70 դրամ, երկրորդ տարբերակով 1000-ից հանում ենք 350 և հանում ենք 70, ստանում ենք 580 դրամ, գրում ենք 1000, 350 հյութի գումարը և հանում ենք 70 գումարը, հավասար է 580 դրամ, այսինքն կոնֆետի համար վճարել է 580 դրամ, պատասխան պատ կետ բութ 580 դրամ, այսքան է սիրելի հետևորդներ ջան, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմելով զանգակը, որ
Ինչքան ավելի ճիշտ է այս անգամ հավաքենք 35-ից 40 լայք, եթե այսքան լայք հավաքեք, խոստանում եմ սրա նորը կանենք, հաջողություն, կհանդիպենք վաղը։